Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մաթևոսյան, դուք նաև մարզպետ եք եղել, այդ որոշումներ կայացնել այդքան բարդ է եղել, շատ քննարկել եք ձեր գործընկերների հետ, այսպես երկար, այսինքն մարզպետ երբ որ նշանակվել եք այդ որոշումը։ Պետք չէ սա ամբողջը բարդացնել։ Ես ասացի, որ 1 ամիս ժամանակ հատված կա, ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան։ Ես այսօր նույնիսկ այստեղ չեմ եղել, որ հասկանամ ինչ փաստաթղթերապետ ներկայացնեմ կուսակցության։ Ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան եւ նշեցի դեռ 1 ամիս կա, որպեսզի ինչպես տեղյակ եք, եթե տեղյակ եք, այնտեղ ուղղակի դիմումի ձևով չներկայացում։ Ներկայացում են կենսագրություն, ներկայացում են դիմում առանձին։ Բայց Նիկոլ Փաշինյանն իրեն ուղարկել է այդ դիմումը, կարող եք օրինակ գնալ, դուք էլ ուղարկել, պարոն Մաթևոսյան։ Ես այսօր եմ վերադարձել, չեմ կարծում բարդ բան կա, որ ես դիմումը լրացնեմ։ Ընդհանրապես բարդ բան չկա այդտեղ։ Կանոնները ձեզ համար նորություն են, ինչ կապ ունի երբ եք վերադարձել։ Ինչ կանոններ։ Դիմումը ուղարկել։ Կանոնը սահմանված է 1 ամիս ժամանակահատված։ Եվ կանոնը սահմանում է կուսակցությունը։ Լավ։ աշխատանքային Ուղղակի որ ասեցիք չեմ հասցրել ծանոթացել, դա եմ ուզում հասկանալ։ Ոչ, եզակի դեպքերից էր եւ 2-3 օրով արձակուրդ էի։ Ձեր ոլորտը շատ հետաքրքիր է շրջակա միջավայրի հետ կապված, Որովհետեւ շատ եմ գործողումների լինում կապված COP17-ի նախագահության հետ կապված։ Ձեր ոլորտի հետ կապված ամենաշատը որ լրագրողները այսպես հանդիպում են խնդիրը դա Սևանա լճի հետ կապված հարցերն են։ Հիմա ոլորտային հարց եք ուզում եմ հասկանալ դուք այս սրա հետ կապված շատ է խոսում որ շատ են բաց թողում ջուրը ռոռոկման հետ կապված աշխատանքների համար։ Այս տարվա եթե համեմատում ենք մյուս տարիների հետ ինչ վիճակ է Սևանա լճի մակարդակը։ Այս պահին Սևանա լճի մակարդակը, հիմա չեմ ուզում թվերի մեջ սխալ ասեմ, որովհետև նաև նշեցի 14 սանտիմետրի մասին է խոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ կապված, իսկ գալիք տարի օրենքով սահմանված սահմանաչափը ռոռոկման ջրի օգտագործման համար, որը 170 միլիոն խորանարդ մետր է, մենք հնարավորինս ամեն ինչ անելու ենք, այդ նաև վարչապետի հանձնարարությամբ, իսկ վարչապետը նաև հանձնարարություն տվել է հրապարակայնորեն ձեր եւ ձեր գործընկերների հետ քննարկման ժամանակ, եթե չեմ սխալվում, նշել է, որ 2026 թվականին ամեն ինչ պետք է անենք, որպեսզի 170 միլիոն խորանարդ սահմանաչափը չգերազանցենք։ Եվ այդ ուղղությամբ աշխատելու ենք մեր գործընկերների հետ միասին։ Իսկ մաքրման աշխատանքներ օրինակ կանաչում է մաքրման աշխատանքներ եւ ոչ միայն Սևանա լճի, այլ հարակից տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են, ապօրինի կառույցների մաքրման աշխատանքները եւ ջրավազանի հարակից անտառների հատվածը մաքրման աշխատանքները այս տարի դեռ շարունակվում են, դեռ չեն ավարտվել։ Շինարարության հետ կապված ինչպես է նախընտրություններով եք առաջնորդում, օրինակ այնտեղ տներ կան, կառույցներ կան, որ իշխանական են կամ ընդդիմադիր են, ինչպես եք առաջնորդում այս դեպքերում։ Ապօրինի շինությունների հարցը լուծում է մի շարք տարբեր գերատեսչությունների շրջանակներում, ոչ միայն շրջակա միջավայրի նախարարությամբ, եւ սկսած մեր նախարարությունից, վերջացած մեր մյուս գործընկերներից, ես բացառում եմ, որ այնտեղ կողմնակի որոշումներ կայացվեն ցանկությամբ ապօրինի շենքշինությունները քանդվեն կամ չքանդվեն, դա բացառում է։ Տեսեք ինչու եմ հարցնում, որովհետև վերջերս նաև շրջակա միջակայքների ձեր նախարարություններ ուղարկվել ազգային ժողովի նախագահի դիմումը պայման կապված Հայկ Սարգսյանի հետ կապվող այսպես բացօթյա տարածքի օբյեկտի հետ կապված Այստեղ ինչ որոշում է կայացվել եւ բազմաթիվ խախտումների մասին արձանագրություններ կան։ Հաշվի են առնվել, ինչու է դեռ շարունակում գործել այդ կառույցը, այսինքն այս դրա հետ կապված ինչ որոշում է կայացրել նախարարությունը եւ պատասխանել ազգային ժողովի նախագահին։ Բացի ազգային ժողովի նախագահից, բացի պարոն Սիմոնյանից, մենք շատ ու շատ դիմումներ ենք ստանում տարբեր խնդիրների վերաբերյալ եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի հետեւականորեն այդ խնդիրներին լուծում տանք։ Այս պահին նմանատիպ ունենք բազում դիմումներ նախարարությունում եւ բոլոր դիմումները ըստ անհրաժեշտության մենք ընթացքում ենք։ Բայց կոնկրետ Հայկ Սարգսյանից առնչվող այդ տարածքի հետ կապված կա ուսումնասիրություն թե ոչ։ Ես չգիտեմ ձեր ասած տարածքը ում տարածքն է, ինչ տարածք է, բայց ես ասում եմ շատ ու շատ դիմումներ կան կոնկրետ Սևանի հարակից շրջանում, տարբեր վարձակալություններ։ Ես տվյալ վայրում երբեք չեմ եղել ինքս դուք չգիտեմ ինչ փորձ ունեք, բայց ես ինքս չեմ եղել նմանատիպ շատ ու շատ վարձակալության հարցեր կան Սևանի ավազանի շրջակա հատվածում
որոշները եղել են դեռ շատ վաղուց նախկին գործող օրենքներով, որոշները մենք նոր ենք հայտարարում մրցույթներ, իսկ եթե առանձին մտահոգություններ կա, խնդրում կոնկրետ ասեք, մենք սիրով կպատասխանենք, իսկ եթե որից է ապօրինության հարցը առաջանում, մենք անպայման նկատի կունենանք։ Միանշանակ ես բացառում եմ, նորից եմ ասում, ես բացառում եմ, որ կողմնապահ որոշումներ կայացվեն։ Բացառում եմ։